Խաչատրյան, դուք մայրաթոռում եք այսօր մասնակցելու Սուրբ եւ անմահ պատարագի զուգահեռ իրականությամբ Հովանավանքում էլի պատարագ է մատուցվում կարգալույծ քահանայի կողմից, որին մասնակցելու հորդորն ու կոչը հնչում է հենց իշխանական վերնախավից։ Երկու տարբեր իրականություններում ենք ապրում ու որ իրականությունն է ավելի հաղթելու հետագայում, դեպի որը պիտի գնա հայ ժողովուրդը։ Նախ այն ինչ որ կատարվում է Հովանավանքում, ես չէի կոչի պատարագ, հերետիկոսություն է։ Իսկ իրականությունները միշտ էլ իրարից 180 աստիճանով տարբերվում են։ Կա դրախտ, կա դժոխք։ Իսկ մենք որ այստեղ ենք եւ հավատացյալ ժողովուրդն այստեղ է, նշանակում է մարդիկ իրենց հստակ ոչ թե քաղաքական, այլ հավատամքի, հավատի դիրքորոշումն են հայտնում։ Բազմաթիվ փորձեր են եղել կեղծ աթոռներ ստեղծել, կեղծ ուսմունքներ ստեղծել, բայց մայրաթոռը կա, կլինի, իսկ նրանք ովքեր հերետիկոսությամբ են զբաղվում, ուղղակի մանր տհաճություն են կանցնեն կգնան։ Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հաջորդ հաղթին լինելու է մայրաթոռում, այսինքն այդ իր արշավը ինքը պատրաստվում է հասցնել մինչև մայրաթոռ ու դեռ ամիսներ առաջ էր խոստացել, որ Էջմիածնի հրապարակից ինքը գալու է եւ Վեհարանը ազատելու է վեհից։ Չարքից ամեն ինչ սպասել է, պետք է ուղղակի դա կանխել, թույլ չտալ։ Ու հնարավոր կլինի, ստես կլինի սա այն փուլը, որ ժողովուրդը ուղղակի ոտքի կկանգնի պաշտպանելու եկեղեցին։ Դե մի փորձ արեցին, հիշում եք, հունիսի 17-ն էր։ Մի քիչ ավելի հունիսի 30, ամեն դեպքում նույն օրվա մասին ենք խոսում։ Այո, եւ տեսանք, որ ինքնաբուխ մարդիկ եկան, հավաքվեցին եւ դրա համար իրանք իրենց գրոհի ենթադրում եմ մշակված ծրագիրը հետաձգեցին։ Բայց կփորձի իհարկե, մինչև տեսնի, որ ժողովրդական պատ է, որը թույլ չի տա, որ մեր ինքնության սյուներից ամենակարևորներից մեկը պղծվի։ Խաչատրյան, բայց հիմա այսպես կողքից կծելով է, ասենց ասած, սկզբից երկու սրբազանի, հետո արագածոտնի թեմը, միգուցե սա է նոր տակտիկա է։ Կամանց, այսպես։ Գիտեք, մեծ տեսության մեջ չմտնելու համար, այո, կա երկու մոտեցում հակառակորդի վրա գրոհելու, իսկ ինքը մայրաթոռը համարում է հակառակորդ։ Առաջինը ֆրոնտալ հարվածն է, երկրորդ եթե այդքան ուժ չունես, կողքից սկսում ես գծել, կծմծել, բայց արդեն հասկանալի է, եթե 3 թեմի առաջնորդներ մեկը արդեն դատապարտված, երկուսը կալանավորված, պարզ է, որ արդեն ինքը գնալու է ճակատային գրոհ։ Եթե ոչ այսօր, ապա վաղ, եւ դրա համար պետք է կազմակերպված ուժ, ժողովրդական պատ, որպեսզի Փաշինյանի հզորությունը վարչական ապարատն է, իրավապահ համակարգն է։ Վերջապես մենք բոլորս էլ տեսանք, չէ, ովքեր էին Հովանավանքում հավաքված նախորդ անգամ։ Պարոն Խաչատրյան, Փաշինյանի, այսպես ասած, ունեցածի մասին տեղեկացել ենք արդեն 7-ից ավելի տարիներ, իսկ ընդդիմությունը, ընդդիմադիր շրջանակներն ունեն կարողություն վերցնելու այս հարվածն իրենց վրա, բեռը, որպեսզի թույլ չտան, որ եկեղեցին այսպես միայնակ մնա։ Հասկանալի է այս խոսույթը, այս այցերը, այս ուղերձները ամեն դեպքում ես նկատի ունեմ պայքարի ավելի լայն այսպես շրջանակի մասին։ Գիտեք, այս 7 տարին ինչքան հարված կա ընդդիմությունն է իր վրա վերցնում։ Հիմա տեսեք մեզնից քանիսի վրա քրեական վարչական գործեր կան։ Ազգային ժողովում հարվածները մեր վրա են գալիս։ Իրենց կողմից կառավարվող մեդիայում հարվածները մեր վրա են գալիս։ Ազգային ժողովի ամեն մի զոպեն երևի մի տարով կյանքը նվազեցնում է։ Եվ մենք կանգնած ենք եկեղեցու կողքին, կանգնած ենք հայ ժողովրդի ինքնության կողքին եւ այստեղ պայքարը գնում է հայի ինքնության դեմ։ Սրանք են, իրանք ուզում են ստեղծել ինչ-որ մի ամորֆ մսագունդ, մենք ասում ենք հայ ունի իր գենետիկ կոդը, իր ավանդույթները, իր սրբությունները, դա պետք է պահպանել։ Սիրով։